Բարև հարգելի կրիպտոարժույթի սիրահար։ Այսօր ես պատրաստել եմ երկրորդ մասը տեսանյութի, թե ինչպես կարելի է դուրս բերել ցանկացած տիպի կրիպտոարժույթ դեպի շուկա եւ այնտեղ վաճառել։ Իսկ դրա համար մենք պետք է մեկնենք կրկին CoinsBit կրիպտոարժույթի շուկա եւ ավելացնեմ, որ որպեսզի կարողանաք վաճառել եւ դուրս բերել ցանկացած տիպի կրիպտոարժույթ եւ ռեալ գումար, դուք պետք է անցնեք այստեղ անպայման վերիֆիկացիա, որպեսզի կարողանաք դուրս բերել այս ամենը ձեր էլեկտրոնային քարտի վրա։ Ինչպես տեսնում եք, ես արդեն անցել եմ այս վերիֆիկացիան եւ արդեն կարող եմ ցանկացած տիպի գործարք կատարել, ինչպես ներմուծել գումար, այնպես էլ դուրս բերել գումարը այս կայքից։ Այսօր որոշել եմ դուրս բերել Faucet Pay-ից Bitcoin Cash կրիպտոարժույթը։ Իսկ դրա համար մենք պետք է կապենք մեր էլեկտրոնային հասցեն, որը կվերցնենք CoinsBit-ից։ Այստեղ նշում ենք անվանումը Bcash եւ այստեղ գնում ենք դեպի դեպոզիտ։ Եվ այստեղ ուշադրություն դարձրեք, որ Bitcoin Cash-ի համար որևէ լիմիտ գոյություն չունի։ Այստեղ ուղղակի անում ենք copy, սեղմում ենք այս դեղին կոճակը եւ տեսեք ամիջապես արվավ copy։ Ետ ենք վերադառնում Faucet Pay։ Այստեղ կրկին ընտրում ենք 4-րդ կետը, որպեսզի կարողանանք փոխանակել մեր ունեցած բոլոր կրիպտոարժույթը Bitcoin Cash-ի վրա։ Սեղմում ենք փոխանակել։ Այստեղ նշում ենք Bitcoin-ը, որպեսզի փոխանակենք Bitcoin Cash։ Դրանից հետո սեղմում ենք այստեղ մաքսիմում եւ ուշադրություն դարձրեք 2235 Bitcoin-ի դիմաց մենք կստանանք 150721 Bitcoin Cash։ Սեղմում ենք փոխանակել։ Քանի որ կուրսը տատանվում է, ինչպես տեսնում եք, ես ստացա մի քիչ ավելի պակաս։ Դա էական չի։ Դրանից հետո եկեք փոխանակենք Ethereum-ը, կրկին սեղմում ենք մաքսիմում եւ սեղմենք փոխանակել։ Ըստ հերթականության եկեք փոխանակենք մեր ունեցած բոլոր կրիպտոարժույթը Bitcoin Cash-ի, հաջորդը գալիս է մեր մոտ Dogecoin-ը, կրկին սեղմում ենք մաքսիմում եւ սեղմում ենք փոխանակել։ Հաջորդը Litecoin Satoshi-ն է, կրկին սեղմում ենք մաքսիմում եւ սեղմում ենք փոխանակել։ Հաջորդը գալիս է Dash-ը, այստեղ կրկին սեղմում ենք մաքսիմում եւ սեղմում ենք փոխանակել։ Հաջորդը Digibyte-ն է, կրկին սեղմում ենք մաքսիմում եւ սեղմում ենք փոխանակել։ Հաջորդը գալիս է Tron-ը, կրկին սեղմում ենք մաքսիմում եւ սեղմում ենք փոխանակել։ Հաջորդը USDT-ն է, սեղմում ենք փոխանակել։ Հաջորդը Zcash-ն է։ Ինչպես ուշադրություն դարձրեցիք, որ որոշ կրիպտոարժույթ ուղղակի չփոխանակվավ, իսկ դրա համար մենք կատարենք հաջորդ գործողությունը։ Կրկին գնում ենք փոխանակել, այստեղ ես կնշեմ Litecoin-ը եւ այստեղ ես կնշեմ USDT-ն եւ կսեղմենք փոխանակել։ Հաջորդը դա մեր Zcash-ն է, որը բավարար չեղավ գումարը փոխանակելու համար, այստեղ նշում ենք կրկին մաքսիմում եւ սեղմում ենք փոխանակել։ Եվ հաջորդը դա մեր BNB token-ն է։ Այստեղ կրկին սեղմում ենք մաքսիմում եւ սեղմում ենք փոխանակել։ Եվ այստեղ ուշադրություն դարձրեք, որ իմ բոլոր կրիպտոարժույթը, բացի Litecoin-ից եւ Bitcoin Cash-ից, զրոյական են, իսկ հիմա Litecoin-ից մենք կփոխենք դեպի Bitcoin Cash։ Կրկին գնում ենք փոխանակման կետ, այստեղ սեղմում ենք կատարել փոխանակում։ Այստեղ նշում ենք մեր LTC-ն, այստեղ նշում ենք մեր Bitcoin Cash եւ այստեղ սեղմում ենք մաքսիմում։ Դրանից հետո սեղմում ենք փոխանակել։ Եվ ուշադրություն դարձրեք 334 Bcash փոխանցվեց մեր հասցեի վրա։ Եկեք ստուգենք։ Եվ ուշադրություն դարձրեք, որ իմ բոլոր հաշիվները 0 են, բացի Bitcoin Cash-ից։ Հաջորդ քայլը մենք պետք է գնանք կրկին CoinsBit, այստեղ անում ենք copy մեր հասցեն, ետ ենք վերադառնում Faucet Pay եւ սեղմում ենք այս երրորդ կոճակը, որը կոչվում է ստեղծել հասցե։ Այստեղ նշում ենք մեր Bcash-ի հասցեն։ Այստեղ նշում ենք որտեղից ենք վերցրել, տվյալ դեպքում մենք վեկալել ենք CoinsBit-ից, ուրեմն նշում ենք CoinsBit։ Եվ այստեղ չենք մոռանում նշել մեր կրիպտոարժույթի անվանումը։ Դրանից հետո սեղմում ենք ստեղծել հղումը։ Եվ ուշադրություն դարձրեք, որ հղումս արդեն պատրաստ է։ Դրանից հետո սեղմում ենք withdraw, ինչը նշանակում է հանել գումարը։ Այստեղ նշում ենք անվանումը Bcash։ Եվ ուշադրություն դարձրեք ամենջապես ավտոմատ կերպով հասցեն նշվում է, թե որտեղ է փոխանցվելու մեր կրիպտոարժույթը։ Եվ այստեղ ուշադրություն դարձրեք, որ կա երկու տարբերակ։ Առաջի տարբերակը տևում է 4 ժամ, իսկ երկրորդը 5 րոպե։ Առաջի տարբերակում մենք կվճարենք 10000 Bitcoin Cash, իսկ 5 րոպեվա ընթացքում մենք կվճարենք 60000 Bitcoin Cash։ Քանի որ մենք վռազելու տեղ չունենք, ուղղակի կսեղմենք դուրս բերել 4 ժամվա ընթացքում։ Այստեղ կնշեմ գումարի չափը, եկեք դուրս բերենք 150000 Bitcoin Cash Satoshi։
եւ մենք ընդհանրապես կստանանք 140,000 մեր էլեկտրոնային հասցեի վրա եւ սեղմ ենք դուրս բերել։ Գլխավոր էջում դուք կարող եք տեսնել, որ իմ բալանսը պակասեց, իսկ հիմա եկեք գնանք տրանզակցիաների բաժին, այստեղ սեղմում ենք withdraw եւ այստեղ ուշադրություն դարձրեք, որ մեր վճարումը process-ի մեջ է, ձեր համար ընդհանրապես կանցնի 1 վայրկյան, իսկ իմ համար մաքսիմում 4 ժամ։ Ահա եւ 4 ժամ անց իմ տրանզակցիան հաջողությամբ ավարտվեց եւ 140,000 Bitcoin Cash փոխանցվավ իմ հիմնական բալանսի վրա, որը որ ես նշել էի Coinsbit հասցեով։ Իսկ հիմա եկեք տեղափոխվենք Coinsbit եւ այստեղ եկեք ստուգենք մեր հիմնական հաշիվը։ Այստեղ ուշադրություն դարձրեք, որ 140,000 Bitcoin Cash փոխանցվել է իմ հասցեի վրա եւ արդեն նստած է հիմնական բալանսիս վրա։ Եվ այստեղ տրանզակցիաների բաժնում իջնում ենք դեպոզիտներ Եվ այստեղ կարող ենք տեսնել, որ 15:08 րոպեին 140,000 Bitcoin Cash հաջողությամբ փոխանցվել է մեր հիմնական հաշվի վրա։ Բալանսի բաժնում դուք կարող եք տեսնել այն բոլոր կրիպտոարժույթները եւ գումարը, որը ներկա են ձեր հիմնական հաշվի վրա։ Այստեղ ես ունեմ 0.056 Litecoin Satoshi, 5000 Coinsbit token, 140,000 Bitcoin Cash եւ 72 ցենտ ամերիկյան դոլարի։ Եկեք մեկ օրինակով ցույց տամ, թե ինչպես կարելի է արք ու վաճառք կատարել այս շուկայում։ Ես հիմնական զբաղված եմ արք ու վաճառքով Litecoin Satoshi-ների։ Այստեղ սեղմում եք փոխանցում եւ ուշադրություն դարձրեք, որ այս գումարը արդեն նշված է եւ որպեսզի կատարենք գործարք, մենք անպայման պետք է այս գումարը փոխանցենք շուկա։ Այստեղ սեղմում եմ մաքսիմում եւ սեղմում եմ փոխանցել։ Եվ ուշադրություն դարձրեք, որ 0.056 Litecoin Satoshi-ն արդեն շուկայում է եւ ես կարող եմ այնտեղ կատարել գործարք։ Նեյջ գնանք շուկա, այստեղ սեղմում ենք երկրորդ կետը։ Այստեղ նշում ենք մեր կրիպտոարժույթը եւ տեսեք ավտոմատ կերպով բերվում է, թե ինչի հետ կարող է կատարվել գործարք։ Տվյալ դեպքում LTC-ն գործակցում է ամերիկյան դոլարի հետ։ Ասեմ, որ մեկ գործարք ես արդեն կատարել եմ հաջողությամբ, գնել էի 176-ով, իսկ հիմա ինչպես տեսնում եք, կուրսը բարձրացել է, դարձել է 181, դե իհարկե ես կատարեմ գործարք, այստեղ ուշադրություն դարձրեք իմ հաշվի կշիռը, եւ որպեսզի վաճառենք մենք 181-ով, մենք ուղղակի այստեղ պետք է նշենք մեր գումարի չափը։ 0.056 եւ դրա դիմաց ես կստանամ $10.14 ցենտ եւ սեղմում եմ վաճառել։ Այստեղ կրկին սեղմում եք հաստատել, դրանից հետո վերադառնում ենք դրամապանակ, այստեղ կրկին սեղմում եք փոխանցել գումարը, այստեղ սեղմում եք հիմնական հաշվի վրա եւ ուշադրություն դարձրեք, որ ես կարող եմ փոխանցել $10.14 ցենտ, այստեղ սեղմում ենք մաքսիմում եւ սեղմում ենք կատարել փոխանցում։ Եվ այստեղ ուշադրություն դարձրեք, որ հիմնական բալանսս դարավ $10.86 ցենտ եւ ընդամենը այս գործարքով ես աշխատեցի $1.14 ցենտ։ Եվ ասեմ, որ այս շուկայում դուք կարող եք կատարել ցանկացած գործարք, գնել տարբեր տիպի կրիպտոարժույթ եւ տարբերության մեջ կարող եք աշխատել որոշ գումար։ Քանի որ LTC կուրսը աճում է եւ ուշադրություն դարձրեք, որ այստեղ կատարվում է անկում եւ անկման ժամանակ, երբ որ իջնի դառնա մոտավորապես 172 կամ 175 դոլարի, ես կրկին կգնեմ Litecoin Satoshi։ Դրանից հետո ես կսպասեմ, երբ որ կբարձրանա արժեքը, ես կրկին կվաճառեմ իմ եղած Litecoin Satoshi-ները։ Այնպես որ դուք էլ կարող եք փորձել այստեղ, ինչպես տեսնում եք, պատկերված է գրաֆիկը եւ մինչեւ կատարել գործարքը անպայման ուսումնասիրեք, թե կրիպտոարժույթը որ կողմ է մեկնում, այսինքն կամ բարձրանում է կամ գինը իջնում է։ Նոր ժամանակ վստահ կարող եք կատարել ներդրում կամ վաճառք այդ կրիպտոարժույթի։ Պետք է լինեք շատ ուշադիր, շատ զգոն, քանի որ ցանկացած սխալ գործարքից դուք կարող եք կորցնել որոշ մասը ձեր գումարից։ Այնպես որ ուշադիր եղեք, ուսումնասիրեք եւ նոր կատարեք գործարք։ Իսկ դեպոզիտի համար սեղմում եք այստեղ դեպոզիտ, այստեղ սեղմում եք դեպոզիտի տարբերակը, օրինակի համար ես կնշեմ ամերիկյան դոլարը, եւ այստեղ ուշադրություն դարձրեք, որ դեպոզիտ մենք կարող ենք կատարել Visa Mastercard-ով կամ Adva Cash-ով, էլեկտրոնային դրամապանակով։ Այստեղ ուղղակի նշում եք կամ էլեկտրոնային դրամապանակը կամ Visa Mastercard-ը։ Նշում եք գումարի չափը եւ սեղմում եք կատարել դեպոզիտ։ Իսկ գումարը դուրս բերելու համար սեղմում ենք այստեղ դուրս բերել,
Եվ ուշադրություն դարձրեք, որ այս կայքից դուք կարող եք դուրս բերել գումարը միայն advocacy վրա։ Այստեղ նշում եք ձեր advocacy հասցեն, այստեղ նշում եք գումարը եւ սխմում եք այստեղ դուրս բերել։ Դե իհարկե, հələ որ չեմ պատրաստվում դուրս բերել իմ եղած գումարը այս կայքից, ես կշարունակեմ այստեղ աշխատել գումար եւ օգուտի չափը կախված է ամենջապես ձեր ներդրված գումարի հետ։ Օրինակի համար ես Litecoin Satoshi գնել եմ $9.12 եւ աշխատել եմ համարյա $1.74 ցենտ։ Իսկ եթե գնեի $100, ես կաշխատեի $11։ Անենց որ ամեն ինչը կախված է ձեր հնարավորությունից եւ գիտելիքներից։ Դե ինչ, այսքանով թույլ տվեք ավարտեմ իմ այսօրվա թողարկումը։ Ում դուր եկավ եւ օգտակար եղավ, թող դնեն լայք եւ գրանցվեն իմ տեսալիքին, որպեսզի բաց չթողնեն այն նոր տեսանյութը, որը ես կպատրաստեմ հաջորդ հաղորդման ժամանակ։ Եվ ինչպես ուշադրություն դարձրեցիք, մինչև ես ձեզ բացատրում էի, թե ինչպես կարելի է կատարել գործարք, ես վաճառեցի 171-ով, իսկ արդեն դառել է 174։ Դե ինչևէ, ես կսպասեմ, երբ որ կրկին կլինի Litecoin-ի անկում, ես կգնեմ եւ դրանից հետո կվաճառեմ, երբ որ գումարը կհասնի մաքսիմումի։ Այսքանով կավարտեմ, կմաղթեմ ձեզ հաջողություն եւ կասեմ միշտ նոր հանդիպում։